Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչու ենք մենք հայերս նյարդերից թույլ։ Ամենափոքր բանից նյարդայնանում ենք, անհանգստություն ունենում, հետո տագնապի զգացողություն։ Իրոք մեր ազգը միշտ ստրեսի մեջ է։ Անդադար ստրեսի մեջ է, դիստրեսի մեջ է, վատ ստրեսի մեջ է։ Նախ պետք է ճանաչենք թշնամուն, ինչ է տագնապը։ Փաստացի մարդիկ դնում են նյարդաբանին ոչ թե հոգեկան առողջության որևէ գանգատով, այլ մարմնական գանգատներով, որոնք բոլորը տագնապի հետևանք են։ Հնարավոր է կառավարել տագնապը։ Գիտեք, ինչու է ընդհանրապես մարդկանց տագնապը միշտ տանում բժշկի, միշտ։ Անքնություն կարող է, մղձավանջներ կարող է, ձեռքի թմրածություն կարող է պատահել տագնապից։ Ինչ են անում հայերը տագնապի ժամանակ։ Անում են ծխախոտը, սկսում ծխել։ Ասում են հանգստացնում է։ Ինչ կասի նյարդաբանը, ճիշտ են ասում, նիկոտինը ինչպես է անդրադառնում նյարդերի վրա։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Ինչու ենք մենք հայերս նյարդերից թույլ։ Ամենափոքր բանից նյարդայնանում ենք, անհանգստություն ունենում, հետո տագնապի զգացողություն, երբեմն չհասկանալով թե ինչից։ Ինչպես ազատվել տագնապից կզրուցենք նյարդաբան Նարե Համբարձումյանի հետ։ Ողջույն Նարե։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, շատերին ծանոթ երևույթ, երբեմն անբացատրելի, անորոշ մի բանից տագնապում ենք, չգիտենք ինչպես ազատվել այդ զգացողությունից, որը այո խանգարում է մեզ ապրել։ Հասկանանք ինչ է տագնապը։ Եկեք, եթե թույլ կտաք, ձեր հարցին լրացնեմ, միշտ ասում են ինչ է, որ նյարդաբանի դրան դիմաց ամենամեծ հերթերն են եւ միշտ է այդպես։ Էլի ազգային մշակութային մենտալիտետային հանգամանքներով պայմանավորված իրոք մեր ազգը միշտ ստրեսի մեջ է, անդադար ստրեսի մեջ է, դիստրեսի մեջ է, վատ ստրեսի մեջ է, հա, ոչ մի լավ տեղ չտանող ստրեսի մեջ է։ Սրանք պայմանավորված են ընդհանուր մեր ապրելակերպի առանձնահատկություններով, հա, հետ պատերազմական իրավիճակով, հետ կովիդյան իրավիճակով, ընդհանուր մեր առողջ ապրելակերպը չընտրող ազգային տեսակով, հա, բայց հանուն արդարության պետք է ասել, որ այս պահին աշխարհում բոլորը տագնապային խնդիրների մեջ են, ստրեսի մեջ է ամբողջ աշխարհը։ Բայց ուզում ես հնարավորինս այսպես այդ պատը կառուցել եւ պաշտպանել ինքդ քեզ, քո ֆիզիոլոգիան, որովհետեւ ապրել տագնապով նշանակում է վարակել այդ տագնապային տրամադրությամբ քո մերձավորներին, որը խանգարում է քեզ ապրել ազդում կյանքի որակի վրա։ Ինչպես կարող ենք մեղմացնել, ինչ անել, նախ պետք է ճանաչենք թշնամուն, ինչ է տագնապը։ Եկեք բնորոշումը տանք տագնապի, տագնապը էմոցիա է, որը կանխորոշում է ձեզ համար արդեն իսկ գոյություն ունեցող կամ կանխատեսվող վտանգը, հա, եւ դուք դրանից ընկնում եք դիսկոմֆորտ, ձեզ համար ոչ հաճելի էմոցիոնալ վիճակի մեջ։ Եթե մի քիչ գլոբալ եւ բացատրենք ինչ է տագնապը։ Իսկ ընդհանրապես ինչու են մարդիկ տագնապային մարդիկ դիմում հենց նյարդաբանի։ Այն չենք մենք թիրախային բժիշկ հանդիսանում, ինչու ոչ օրինակ հոգեբան, ինչու ոչ հոգեբույժ, որովհետև մարդկանց անհանգստացնում է ոչ թե տագնապը ինքն իրենով, այլ տագնապի սոմատիզացիան, այսինքն թե տագնապը ինչ մարմնական գանգատների է հանգեցնում, հա, որովհետև մարդը դիմում է նյարդաբանի, ինքը ոչ թե խոսում է ստրես առաջացնող հանգամանքից կամ հոգեկան մտորումներից, հոգեկան անհանգստություններից, այլ խոսում է մարմնական գանգատներից, որոնց հանգեցրել է տագնապը, հա, սրտխփոց, անդադար, անհասկանալի, օդի պակասի զգացողություն, շնչհարգելություն, շատ օդ պարունակող տարածության մեջ, անքնություն, էլի անհասկանալի պատճառներով, ձեռքերի թմրածություն, ծակծկոցներ, սրտխփոց, որը վերածվում է սեղմոցի զգացողության կցքավանդակում, հա, այսինքն փաստացի մարդիկ դնում են նյարդաբանին ոչ թե հոգեկան առողջության որևէ գանգատով, այլ մարմնական գանգատներով, որոնք բոլորը տագնապի հետևանք են։ Եվ նյարդաբանի դերը որպես ընդհանուր նյարդաբանական խնդիրների մասնագետի, բոլոր տեսակի նյարդաբանական խնդիրների մասնագետի շատ առանցքային է տագնապի ախտորոշման եւ տագնապանություն ունեցող մարդուն ճիշտ ուղղորդելու հարցում, հա, որովհետեւ նյարդաբանը պետք է բացառի մարդու մոտ օրգանական խնդիրը, վտանգավոր կյանքին վտանգ սպառնացող պատճառը տագնապի հիմքում,
Եվ անհրաժեշտության դեպքում ուղղորդի պացիենտին սրտաբանի մոտ, ուղղորդի պացիենտին էնդոկրինոլոգի մոտ, ուղղորդի պացիենտին հոգեբուժի եւ փսիխոթերապևտի մոտ։ Կարող ենք ասել, որ դեպքում դիմել նյարդաբանի, որ դեպքում հոգեբանի կամ հոգեբուժի։ Շատ հաճախ հենց նյարդաբանն է լինում մասնագետը, ով պացիենտին ուղղորդում է հոգեբուժի, սրտաբանի, էնդոկրինոլոգի մոտ։ Իսկ հոգեբուժն էլ արդեն իր հերթին ուղղորդում է պացիենտին հոգեբանի մոտ։ Հիմա որպես նյարդաբան խոսելու ենք տագնապի մասին, տեսնենք ինչով կարող ենք օգնել մեր լսարանին, ինչու է տագնապի ժամանակ բարձրանում զարկերակային ճնշումը։ Շատ պարզ բիոքիմիական երևույթների պատճառով, հա, որովհետև տագնապի ժամանակ ակտիվանում է մեր ադրեներգիկ համակարգը, մեր կորտիզոլն է բարձրանում արյան մեջ, նոադրենալինը շատ սինթեզվում եւ ուղղակի ազդեցություն ունեն այս նեյրոմեդիատորները մեր սիրտանոթային համակարգի վրա եւ մենք զգում ենք սրտխփոց, մենք զգում ենք դող, մենք զգում ենք ընդհանուր սեղմվածության զգացողություն, վախի զգացողություն, այո, այս ամենը բնական է, իսկ հնարավոր է կառավարել տագնապը։ Հնարավոր է կառավարել տագնապը փսիխոթերապիայի միջոցով եւ դեղորայքային բուժման միջոցով։ Բայց գիտեք, ինչու է ընդհանրապես մարդկանց տագնապը միշտ տանում բժշկի, միշտ։ Մարդիկ սովորաբար տագնապով տանը չեն նստում։ Մի երևույթ, երկու երևույթ սովորաբար դիմում են մասնագետի, որովհետև միշտ մարդկանց մտքում կա, որ տագնապի տակ թաքնված է ինչ-որ կյանքին վտանգ սպառնացող երևույթ։ Սրտխփոց է, սրտային ինչ-որ խնդիր, ինֆարկտ, լուրջ խնդիր ինչ-որ, կամ ունենում ենք օդը չհերիքելու զգացողություն, էլի մտածում են ինչ-որ թոքերի հետ խնդիր ունեմ, կամ անքնություն, այս ինչից եղավ, հա, այսինքն միշտ տագնապի հիմքում ինչ-որ վտանգավոր կյանքին վտանգ սպառնացող բան են ման գալիս եւ շտապ դիմում են բժշկի։ Այս դեպքում կարող են լինել տարբեր բժիշկների մոտ, սրտաբանից բացի նյարդաբանի եւ վերջում նոր պարզվի, որ պատճառը տագնապն էր եւ պետք էր դիմել նյարդաբանի ի սկզբանե։ Երբեմն նույնիսկ չեն ընդունում մարդիկ։ Այսքան փաստացի մարդը գնում է սրտաբանում, բացառում է իր մոտ խնդիրը, գնում է էնդոկրինոլոգի մոտ, բացառում է հորմոնալ խնդիրը, ու գալիս է նյարդաբանի մոտ, հետազոտում է նյարդային համակարգ, օրինակ կատարում է գլխուեղի MRT, EEG հետազոտություն, որոշակի ինչ-որ լաբորատոր քննություններ, որով մենք պարզում ենք, որ օրգանական հիմք չունենք պացիենտի վիճակի համար, եւ երբ նյարդաբանը ուղարկում է պացիենտին, ուղղորդում է օրինակ փսիխոթերապևտի մոտ, երբեմն պրոտեստ ենք նկատում պացիենտի մոտ, չի ուզում ընդունի, որ առանց հիմքի ինչ-որ գանգատներ են իր մոտ ծագել։ Երբեմն այդ պրոտեստն էլ կա, շատ ենք հանդիպում, մի քիչ հոգեկան առողջության ոլորտի մասնագետի մոտ ուղղորդվելուց էլ ենք պրոտեստ նկատում, բայց հուսով եմ ինչ ժամանակի հետ մարդիկ ավելի թեթև կնայեն այդ խնդրին։ Տագնապը նյարդաբանական է թե հոգեբանական։ Տագնապը, եթե բացառված է օրգանական պատճառը, հոգեբանական է։ Եվ հոգեբանի օգնությամբ հնարավոր է ձեռքազատվել տանջող մտքերից։ Տագնապից մարդիկ կարող են վատ երազներ տեսնել, տագնապային լինել ամբողջ օրվա ընթացքում, այդ թվում նաև գիշերը։ Կարող են։ Եկեք մի քանի բան թվարկեմ ձեր թույլտվությամբ, Կարինե ջան, որոնք կարող են լինել տագնապից, որովհետև մարդիկ երբեմն չեն հավատում։ Անքնություն կարող է, մղձավանջներ կարող է, ձեռքերի թմրածություն կարող է պատահել տագնապից, սրտխփոց, կծքավանդակում սեղմող զգացողություն, օդը չհերիքելու զգացողություն, կոկորդին օտար մարմնի զգացողություն կարող է լինել տագնապից, դող կարող է լինել, ցնցվելու զգացողություն կարող է լինել տագնապից, գլխացավ, գլխապտույտ կարող է լինել տագնապից, այսինքն ձեզ հայտնի, շատ հայտնի մարմնական սիմպտոմները կարող են լինել պարզապես տագնապի հետևանք, եւ լուծելով հիմքում գտնվող խնդիրը, որը հոգեբանական է հիմնականում, մենք լուծում ենք նաև մարմնական խնդիրները։ Ինչ են անում հայերը տագնապի ժամանակ։ Անում են ծխախոտը, սկսում ծխել։ Ասում են հանգստացնում է։ Ինչ կասի նյարդաբանը, ճիշտ են ասում, նիկոտինը ինչպես է անդրադառնում նյարդերի վրա։ Նիկոտինը հանգստացնում է իրոք տագնապի ժամանակ, բայց ծխախոտը լավ բան չէ, ընդհանրապես ես գիտեմ, որ մարդիկ շատ թեթև են վերաբերում ծխախոտին, բայց ծխախոտին նյարդաբանները վերաբերում են նույնքան վատ, որքան սրտաբանները, որովհետև եթե դուք ձեր տագնապը հանում եք ծխախոտի միջոցով, վաղմիշը դուք ուղղակի ձեզ մոտ զարգանալ են սրտանոթային, գլխուեղանոթային խնդիրներ, ինֆարկտ, ինսուլտ, թոքի օրինակ քաղցկեղ,
Եվ դուք ուղղակի հիշեք, որ տագնապի ժամանակ կարելի է ծխախոտ չօգտագործել, այլ դիմել մասնագետին լուծել այդ խնդիրը, ոչ թե տագնապը լուծելով հանգեցնել այլ խնդիրների առաջացման։ Եվ նարե, երբ որ այդ խնդիրները կառաջանան ու սրտաբանը օրինակ կասի պետք է թարգես ծխելը, հենց այդ պատճառով էլ տագնապի մեջ կընկնեն։ Այո, այսինքն կլոր է շղթան։ Իրոք արատավոր օղակ է իրոք, որովհետև պատկերացրեք, որքանով որ սիրտը սնուցող անոթներն են վնասում ծխախոտից, նույնքան էլ գլխուղեղի անոթներն են վնասում ծխախոտից եւ նյարդաբանները անդադար ուղղակի խոսում են ծխախոտը դադարեցնելու, ծխախոտի օգտագործման վտանգների մասին պացիենտների մոտ եւ իրոք ճիշտ եք դուք, պացիենտները նույնիսկ ովքեր իշեմիկ կաթվածով հոսպիտալացված են, հա, այսինքն իշեմիկ կաթվածից ավելի վատ, չգիտեմ, ինչ եք պատկերացնում, օրինակ մարդը, որ գրեթե հաշմանդամության է հասել եւ դու իրեն ասում ես ուղղակի պետք է դադարեցնես ծխելը, միևնույն է, այդ ժամանակ էլի պայքարի մեջ է մտնում բժշկի հետ։ Էլի մենտալիտետային խնդիր է, երևի ծխախոտի վատ դերը այդքան էլ ընկալելի չէ մեզ համար։ Բայց հավատացեք, շատ վատ բան է ծխախոտը։ Ես բոլորին հորդորում եմ չծխել։ Իսկ միֆ չէ, որ նույն ծխախոտի պատճառով մարդը կարող է գեր լարված լինել, անհանգստություն ունենալ, քնի խանգարումներ ունենալ, սրտխփոցներ, նույն նիկոտինի պատճառով։ Ոչ, միֆ չէ, կարող է ունենալ շատ օգտագործումից, կարող են անկանխատեսելի երևույթներ լինել ծխախոտի օգտագործումից, բայց գիտեք, ալկոհոլի օգտագործումն էլ սեդատիվ էֆեկտ ունի, օրինակ մեր ուղեղի վրա եւ նիկոտինն էլ ինքը ացետիլխոլիներգիկ համակարգի մեդիատոր է, այսինքն եթե օրինակ ադրենալինը ակտիվացնում է ինչ-որ երևույթներ, նիկոտինը պասիվացնում է ինչ-որ երևույթներ մեր օրգանիզմում, այսինքն որոշ գործառույթներով ադրենալինը, կորտիզոլը եւ նիկոտինը հակառակ են ազդում իրար։ Դրա համար ստրեսի ժամանակ նիկոտինը կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ, հանգստացնել, բայց ելի եմ ասում, նույն հոգեմետ դեղերն էլ կարող են հանգստացնել, չի նշանակում, որ մենք ամեն անգամ պետք է օգնության կանչենք, օրինակ ինչ որ անթույլատրելի միջոցների, ինչա հանգստացնի։ Նույն հակադեպրեսանտները ընդունում ենք թողնելուց հետո տագնապում, որ այ հիմա ես չեմ ընդունում այս դեղերը, հիմա ես տագնապի մեջ եմ, նորից իմ մոտ անքնություն կառաջանա, նորից խնդիրներ կունենամ։ Ինչ վերաբերում է հակադեպրեսանտներին, օրինակ տագնապային շատ խանգարումներ հոգեբուժների կողմից վարվում են հակադեպրեսանտների կիրառմամբ, ինչը շատ ճիշտ մոտեցում է եւ հակադեպրեսանտները համարվում են ընտրության դեղորայք տագնապային խանգարումների ժամանակ։ Շատ մարդիկ խոշում են հակադեպրեսանտ բառից, նույնիսկ այդ մտքից, որ հակադեպրեսանտ են խմում, իրենք շատ վատ են զգում, մտածում են կախվածության մեջ կընկնեն, մտածում են չեն կարողանա թողնել, բայց հանուն արդարության պետք է ասել, որ հակադեպրեսանտները բավականին անվտանգ դեղորայքային խումբ են։ Հակադեպրեսանտները սովորաբար կախվածություն չեն առաջացնում, եթե ճիշտ դեղաչափով սկսվեն, ճիշտ դեղաչափով հանվեն, հա, ծիտրվեն բժիշկների կողմից, որովհետև դեղորայքը հանվում է այն ժամանակ, երբ պացիենտը պատրաստ է դեղորայքի հանմանը։ Իսկ երբ պացիենտը արդեն կարողանում է ինքնուրույն այդ նեյրոմեդիատորները սինթեզել, երբ որ ինքը իր հոգեկան աշխարհը կարգավորել է, հակադեպրեսանտների կարիք ավտոմատ չի լինի եւ դրանց հանումը որևէ հանման համախտանիշի չի բերում։ Եվ էլի եթե ձեր աուդիտորիան վախեր ունի հակադեպրեսանտների հետ կապված կամ միշտ կան մարդիկ, ովքեր ասում են խնդրում եմ բժշկուհի ջան, հակադեպրեսանտ մի գրես ստամ, հոգեբուժներն էլ են շատ ասում, ասում են դեղը ինչ դեղ էր, ինքը այդ որ գրեցիք, ինքը հակադեպրեսանտ էր, այդ մի գրեք, հա, երբեմն բժիշկներ կան, նո ես հակված չեմ այդպես անել, բայց բժիշկներ կան, որ չեն ասում, որ հակադեպրեսանտ է, բայց հակադեպրեսանտներ են նշանակում, որովհետև պացիենտի մոտ չհիմնավորված վախեր են։ Այո, չհիմնավորված վախի պատճառով, այսինքն պացիենտը իր ուղեղում ունի, որ հակադեպրեսանտը վատ բան է, բայց այդպես չէ, ես ուղղակի բոլորին հորդորում եմ հետևել իրենց վստահելի բժշկին եւ եթե տագնապային խանգարում ունեն, վստահ լինեն, որ որպես առաջին ընտրության միջոց հենց հակադեպրեսանտ էլ իրենք պետք է ստանան։
Հիմա մեզ լսողները կասեն, դե խորհուրդ տվեք, ինչ հակադեպրեսանտ ընդունենք տագնապի ժամանակ։ Ես եւ որևէ բժիշկ իրավունք չունի on-line խորհուրդ տալ դեղորայք, այն էլ հակադեպրեսանտ, որովհետեւ հակադեպրեսանտների շատ խմբեր կան եւ տարբեր մարդկանց տարբեր հակադեպրեսանտներ են ցուցված եւ տարբեր դեղաչափերով են ցուցված այդ հակադեպրեսանտները։ Կախված մարդու քաշից, սեռից, գանգատից, ուղեկցող խնդիրներից, հա, որովհետեւ մարդը ով օրինակ ունի տագնապայնություն եւ ունի քնի խանգարում, իրեն ցուցված է այլ հակադեպրեսանտ։ Մարդը ով ունի տագնապայնություն եւ ունի ախորժակի անկում այլ հակադեպրեսանտ է ցուցված։ Մարդով ունի տագնապանություն եւ դող այլ հակադեպրեսանտ է ցուցված, իսկ չկան անշարժ դեղորայքային բուսական դեղեր, բուսական դեղեր, բայց հավատացեք, մարդիկ երբ որ արդեն հասնում են նյարդաբանի, հոգեբուժի կամ այլ հոգեկան առողջության մասնագետի մոտ, արդեն փորձած են լինում այդ բոլոր բուսական դեղամիջոցները, չի օգնում։ Սովորաբար չի օգնում։ Հա, մենք սովորաբար արդեն այդ փուլը անցած մարդկանց ենք հանդիպում մեր սենյակներում, կան դեղորայքաձևեր, որոնք իրենք դեղաձև չեն համարվում, իրենք համարվում են բիոակտիվ հավելումներ, կենսաակտիվ հավելումներ, որոնք համեմատաբար անվտանգ են։ Իհարկե ես երբեք խորհուրդ չեմ տա ինքնագլուխ, հա, առանց բժշկի հետ խորհրդակցելու դեղ ընդունել։ Օրինակ սիմպանզիլի մասին են հարցնում, մագնեզիումի, ասում են սովորաբար հենց մագնեզիում են նշանակում, ճիշտ է տեսակները շատ են, որպեսզի նյարդերը հանգստանան, կարողանան քնել։ Իրականում խոտաբույսային դեղորայքի ձևերը, այն մեկը, որը դուք նշեցիք, կամ մագնեզիումի տարբեր ֆորմուլաները, իրոք չարաշահվում են երբեմն պացիենտների կողմից։ Ես խորհուրդ չեմ տալիս չարաշահել մագնեզիումը, որովհետև ես խորհուրդ կտամ խորամանկ մի բան կասեմ, ինչու եք դուք ձեր վրա պատասխանատվություն վերցնում խմելով դեղ, որը ձեզ չի նշանակել բժիշկը։ Թողեք այդ պատասխանատվությունը ձեզ նշանակող բժշկի վրա։ Ինչ կփոխվի։ Իրոք ես այդպես եմ կարծում, որ բժիշկը, որը գրում է ձեզ մագնեզիում, օրինակ, հա, անվտանգ բան է, չէ՞, ըստ ամենայնի, բժիշկը պատասխանատվություն է կրում այդ դեղը գրելու համար, այդ դեղի կողմնակի էֆեկտների համար է պատասխանատվություն գրում եւ պատկերացնում եք ինչ պատասխանատվությամբ է մոտենում դեղը գրելուց։ Իսկ դուք վերցնելով այդ դեղը, չգիտեք ինչ կանեք ձեր օրգանիզմի հետ, ու հետո չեք իմանում ու մեղադրեք։ Մագնեզիումը ունի վտանգներ։ Այո, մեծ քանակներով բոլոր դեղերը ունեն վտանգներ եւ կողմնակի ազդեցություններ։ Ընդհանրապես պետք է այցելել բժշկի նյարդաբանին, մի փոքրիկ զրույցի ընթացքում եւ այդ պատասխանատվությունը թողնել բժշկին։ Սուրճ թե են խմում հանգստանալու համար, դուք նշեցիք նաեւ ալկոհոլը, ինչպես է ազդում նյարդերի վրա։ Սուրճի օգտագործումը շատ նյարդային համակարգը ոչ թե հանգստացնում կամ ակտիվացնում, այլ մոդուլացնող ազդեցություն ունի սուրճը, հա, այսինքն ժամանալ չէ որ մարդկանց ինքը կարող է ակտիվացնել, երբեմն քնացնել, երբեմն пассивացնել, շատ անկանխատեսելի է, որովհետև կոֆեինը ընդհանրապես ազդում է ադենոզինային ռեցեպտորների վրա, որոնք տարբեր անոթներում տարբեր գործառույթ ունեն, հա։ Բայց ավելի շատ իհարկե հանդիպում է սուրճի գերակտիվացնող գործառույթը, հա։ Սուրճը, եթե ձեր աուդիտորիային հետաքրքիր վնասակար չէ, մինչև 5 գավաթ սուրճը օրական հիմնականում առողջ մարդկանց հակացուցված չի լինում։ Կան հանգիստ ընդունել։ Մանավանդ էլի մեր մենտալիտետային, մշակութային մաս է կազմում սուրճի ընդունումը։ Ներվային մարդկանց ավելի շատ չի նյարդայնացնի։ Ոչ այնքան, որ դադարեցնեն սուրճի ընդունումը։ Ինչ պետք է ասենք ալկոհոլի մասին, ալկոհոլը օգնում է հանգստացնել նյարդերը։ Օգնում է, ալկոհոլը ընդհանրապես մեր կենտրոնական նյարդային համակարգի վրա ունի արգելակող ազդեցություն, հա, այսինքն ինքը սեդատիվ է ինքն իրենով։ Բայց միշտ հիշեք, որ ալկոհոլի օրական 1 գավաթից ավել օգտագործումը, օրինակ եթե գինու, ապա գինու
1 գավաթի մասին է խոսքը թե օղու, ապա ոդկայի 1 գավաթի մասին է խոսքը։ Մեկից ավել օգտագործում դες արդեն դարձնում ալկոհոլիկ բնորոշմամբ, հա, բույսների, այսինքն նախ խուսափենք այդ բնորոշումներից, մեկ, եւ երկրորդ հիշեք, որ ալկոհոլի շատ օգտագործումը անոթների պատերի վրա լավ չի ազդում եւ կարող է հանգեցնել բարձր ճնշումների, սիրտանոթային գողեղանոթային պատահարների ռիսկի մեծացման։ Հա, չափավոր օրական մինչև 1 գավաթ օգտագործումը հակացված չէ բժիշկների կողմից։ Լավ Նարեկ, շնորհակալ եմ, որպես վերջաբան խորհուրդ տանք մեր լսարանին, ինչպես ազատվել տագնապից, կարող ենք կառավարել այն, պրակտիկ խորհուրդներ, որ մարդիկ կարողանան որոշակիորեն այդ ալիքը տագնապային իջեցնել, որը չի խանգարի նրանց ապրել եւ ստեղծագործել, արարել։ Ես կարծում եմ ոչ այնքան պրակտիկ, միշտ տարածված բան երևի կասեմ, մենք հիմա ապրում ենք շատ ստրեսային աշխարհում, տագնապային աշխարհում, բոլորը ստրեսի մեջ են եւ լավագույն բանը, որ մենք կարող ենք անել մեր մարմնի եւ մեր հոգեկան առողջության համար, առողջ ապրելակերպ վարելն է, այսինքն տարվա ընթացքում չմոռանալ հանգստի մասին, օրվա ընթացքում չմոռանալ հանգստի մասին, ուշադիր լինելը մեր ուտելիքին, մեր օրվա տարբեր դրվագներին, ֆիզիկական ակտիվությանը, հա, քնի որակին, քնի ռեժիմին, հա, սրանք ընդհանուր խորհուրդներն են, որոնք ճիշտ են եւ լուծում են գրեթե բոլոր հիվանդությունների համար։ Իսկ ինչ վերաբերում է բիոակտիվ հավելումներին, կաթիլներին, մագնեզիումին, հա, որ մարդիկ շատ հակված են ընդունել, ես կարծում եմ, էլի որպես մասնագետ, որ սրանց թողած վատ էֆեկտը այնքան էլ շատ չէ, բայց իրենք այնքան էլ արդյունավետ չեն շատ խնդիրների դեպքում եւ ճիշտ է խորհրդակցել մասնագետի հետ ավելի թիրախավորված, ավելի արդյունավետ եւ ավելի կտրուկ ազդող միջոցներ կիրառելու համար, հա։ Ես ուղղակի շատ մեծ բեռ եմ վերցնով իմ եւ գոլեգաներիս վրա եւ ասում եմ թողեք դեղը ընտրելու, դեղը նշանակելու պատասխանատվությունը եւ ձեր բուժելու պատասխանատվությունը բժիշկների վրա։ Եթե կարողացանք ինֆորմացիայով օգնեցինք մեր լսարանին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, մենք զրուցում ենք նյարդաբան Նարե Համբարձումյանի հետ։ Տարբերեք միֆը ձեր առողջության մասին։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։